Շահումյանի անկումը Հայաստանի ռազմաքաղաքական պարտությունն էր, Արցախի հերոս Շահեն Մեղրյանի այս ձևակերպումը Շահումյանում կռված ազատամարտիկները կիսում են։ Ժամանակի իշխանությունների սխալ քաղաքականության հետևանքով Ադրբեջանը բռնազավթեց Շահումյանը։ Լևոն Տեր-Պետրոսյանի ոչ կորեկտ գործունեության պատճառով մեր Շահումյանը անկում եղավ։ Բոլորս էլ լավ հիշում ենք, ինչ քաղաքական իրավիճակ էր, ինչ ներքաղաքական, այսպես ասած, պառակտումներ, որոնք գոյություն ունեին, անհամաձայնություն, թե քաղաքական առումով, թե ռազմական առումով։ 23 տարի առաջ այսօրը Տիգրան մեծ աշխարհազորային գունդը Շահումյանում էր։ Սուրեն Կարապետյանը հիշում է, կարևորագույն հյուսիսային դարպասը անտեսված էր։ Շահումյանում կռվող ջոկատները կապի միջոց ու տեխնիկա չունեին։ Մի կողմից ռուսական զորքն էր օգնում հակառակորդին, մյուս կողմից Հայաստանում քաղաքական անհամաձայնություններ կային։ Շուշիի Լաչինի ազատագրմանից հենց մի 20-25 օրից հետո արդեն անկում եղավ Շահումյանի։ Հրապուրվեցին այդ հաղթանակներով, եկան, բացի թողեցին այդ Շահումյանի շրջանի այդ պաշտպանությունը, որ շատ լավ հնարավորություն էր արդեն Լաչինից բացել էինք տարածքը։ Շահումյանի վրա հարձակումը 92-ի հունիսի 13-ի գիշերն էր, 16,000 բնակչություն ունեցող քաղաքը դատարկվեց, օրվա երկրորդ կեսից հետո զինվորականները խաղաղ բնակչությանը հորդորեցին դուրս գալ Շահումյանից։ Ադրբեջանում այդ արհեստածին պետության տարածքում, որի բնիկներից մեկը մեր հայ ժողովուրդն է, այդ թվում ուդինները, ցախուրները, թալիշները, լեզգիները պարբերաբար ադրբեջանական իշխանությունների կողմից ենթարկվել են ցեղասպանության եւ հայրենազրկման։ Առաջին մեծ մասշտաբայինը տեղի ունեցավ հայերի հանդեպ, այսինքն 88-94 թվականին։ Ադրբեջանից բռնի տեղահանված հայ փախստականների փոխհատուցման խնդիրը այսօր օդից կախված է, համակարգային մոտեցում մշակված չէ։ Միայն մեկ շահումյանցի փախստական է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Մարիաննա Ղահրամանյան, Արթուր Հունանյան, Հայլուր։